ինչպես է գնահատում ընտրություններին հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սկսած այդ քարոզարշավը, համերգներով, վարչաբենդով, իր թիմակիցներով, վարչական ռեսուրսով նույնիսկ Ես խնդիր չեմ տեսնում ինչպեսի քարոզարշավ ուզում են, թող անցկացնեն, իրենց իրավունքն է, նաև ինձ թվում է բոլոր ուժերն էլ պետք է նույն քարոզարշավը անեն, որևէ խնդիր շանսերը մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ մեր հասարակությունը իհարկե մեր շանսերը եւ իշխանության շանսերը շատ մոտ են իրար, բայց մենք ամեն ամիս, ամեն նոր ամիս տեսնում ենք մեր ուժի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն բոլոր հարցումներով եւ այդ իսկ պատճառով դա է հիմք մեզ տալիս տեսնելու, որ ապագա երկրի առաջնորդությունը լինելու է նոր փոփոխություն է մեզ լինելու երկրում Դա է, որովհետև երկրի բնակչության մեր ազգի 70% ուզում է փոփոխություն, իշխանության ամբողջ պոտենցիալը մենք տեսել ենք 8 տարում ինչ են արել, տեսել ենք ինչ չեն արել, ինչն են տակ վերցրել պատրաստի եւ հանձնել հակառակորդին։ Ամեն ինչը տեսել ենք եւ դա բերել է նրան, որ մեր հասարակության նշանակալի մասը ունի խորը հիասթափություն։ Մեծ մասը այսօր հանրության ձեր նշած 70%-ի մոտ 40%-ը կամ չի ցանկանում մասնակցել ընտրություններին, կամ էլ չի տեսնում այլ ընտրանքային ուժ, ասում եք, չգիտեմ, գնամ ում եմ քվեարկելու։ Այդ զանգվածի հետ այդ աշխատանքը ոնց է պատկերացնում, ոնց է ընտրատեղ համազգում։ Այսօր ես աշտարակում եի մարդկանց նշանակալի մասը մոտապես ձեր ասած 10 հոգուց 3 հոգին քայլում էինք եւ մենք 3-4 հոգով քայլում էինք եւ իրազեկման ակցիա էինք անում գրեթե ձեր ասածն է տեսնում էինք որ նշանակալի մասը անդիմադիրայացների տեր է 10-ից 7 անդիմադիրայացների տեր է սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է որովհետեւ մի անգամ հավատացել է Փաշինյանին հավատը կորցրել է եւ մտածում է որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք մենք նոր ենք մտել քաղաքականություն 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք Կարապետյանը Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան որ մենք ասենք Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի ինչպես գիտեք Հայաստանի համար բազմաթիվ բարեգործական ակցիաների մասնակից է Հայաստան համահայկական հիմնադրամի ինձ թվում է ամենամեծ հայտնի է որ ամենամեծ դոնորն է այդ միլիոնավոր տասնյակ միլիոնավոր 50-ից ավել միլիոն դոլարի ներդրումները իր Մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին։ Հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տա։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ 22% աղքատություն կա ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով 15 միլիոն դոլար կա արդյոք ուրիշ հայ Հայաստանում ով այսօր մենք ունենք բարեգործական արգել տեսեք մենք ունենք բժշկական պրոյեկտներ մարդկանց առողջությունը վերականգնելով բայց քանի որ կա բարեգործական արգել Մարդկանց չեն կարողանում։ Մինչ այս նախընտրական շրջանը, օրինակ, երբ որ պարոն Կարապետյանը Մայրաթորի բակից հայտարարություն արեց, դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետությանը բարեգործական։ Մենք վերջի տարիներին շարունակել ենք, իհարկե, դուք գիտեք, որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք, հիմա կարող եմ նաև նշել, որ մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունեինք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել։ Այս բանին չենք շարունակում, կներեք, որ վաղը չասեն բան։ Այս բանին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության արգելք, բայց գիտեք, որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանը եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։
Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը, դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։